Հիմա տեղափոխվենք Արաբկիրի ոստիկանություն, որտեղ ըստ տեղեկությունների այս պահին գտնվում է օրվա ընթացքում Փաշինյանի հետ վեճի բռնված Արթուր Օսիպյանը։ Նա Լեռնային Ղարաբաղից տեղահանված է։ Նաիրա Բուլղադարյանն է ոստիկանության մոտ աշխատում։ Նաիրա, բարի երեկո, ինչ է հայտնի, ինչու է Օսիպյանը հայտնվել ոստիկանական բաժնում, ինչ կասկածանք կամ մեղադրանքով։ Ես վարչապետի եւ նրա խոսակցության տեսանյութը նայեցի, բանավեճեր սպառնալիք կարծես թե չէր հնչում, համբալով նրան վարչապետն էր դիմում։ Աստղիկ, բարի երեկո, մենք հիմա ոստիկանության Արաբկիրի բաժնում ենք եւ ներքին գործերի նախարարությունը մեզ փոխանցեց, որ Արթուր Օսիպյանը ձերբակալված է խուլիգանության կասկածանքով եւ նա փաստորեն ձերբակալվել է վարչապետի հետ այդ հանդիպումից ժամեր անց։ Այս պահին հայտնի չէ, թե ինչ քննչական գործողություններ են իրականացնում, մեզ հայտնի դարձավ, որ այս շենքից նրան արդեն տարել են քննչական կոմիտե, թեև կոմիտեից մեզ ազատությանը նշում են, որ դեռևս գործը իրենց մոտ ներքին գործերի նախարարությունից չեն ստացել, բայց ներքին գործերի նախարարությունը սովորաբար ընթացակարգը այդպիսին է, որ երբ ձերբակալում է, հետո գործ ուղարկում է քննչական, որ քննչականը որոշի կա այդտեղ այդ պահի դրությամբ հանցագործություն, թե ոչ, եւ իրականացնի քննչական գործողություններ։ Նաիրա, վեճից հետո ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանը մի սքրինշոթ ցույց տվեց Նիկոլ Փաշինյանին, որը Արթուր Օսիպյանի ֆեյսբուքյան էջից էր ենթադրաբար, գրառումը նրան հանդիպելու բմբուլները օդ հանելու մասին էր։ Դա հանդիպումից առաջ էր արվել։ Հնարավոր է, որ դա է նաև ձերբակալության առիթը եւ ինչպես դու ասացիր, այդ խուլիգանության կասկածը։ Աստղիկ, ասեմ, որ ներքին գործերի նախարարությանը ես այդ հարցը ուղղել եմ, պատասխանել են, որ այս պահին չեն կարող կոնկրետ նշել, պատասխանել, թե այդ որ արարքի, որ խոսքի, որ գործողության համար է նա կասկածվում խուլիգանության համար, թեև ես էլ փորձեցի նրա ֆեյսբուքյան, Արթուր Օսիպյանի ֆեյսբուքյան էջը փնտրել, գտնել եւ չստացվեց, նաեւ փաստաբանն է անհասանելի չի արձագանքում մեր զանգերին, որպեսզի հասկանանք, թե կոնկրետ այդ ինչ դրվագի մասին է խոսքը եւ այս պահին ինչ փուլում է այդ գործը։ Ես ուղղակի հավելեմ, որ այսօր վարչապետի կադրերում երևում է, որ վարչապետի երկխոսության ժամանակ Արթուր Օսիպյանը ոչ բղավել է, ոչ վիրավորել է, բայց վարչապետի կողմից է հնչել վիրավորական արտահայտություններ։ Նաեւ նշեմ, որ Փաստաբանը թեև այս պահին անհասանելի է, բայց նա իր ֆեյսբուքյան էջում փոքր տեսագրություն էր հրապարակել եւ որոշ տեղեկություններ այդ պահի դրությամբ իրեն հայտնի որոշ տեղեկություններ հաղորդել էր, առաջարկում եմ այժմ դիտել այդ հատվածը։ Արթուր Օսիպյանին ձերբակալել են։ Այս պահի դրությամբ նրա գտնվելու կամ նրա դատավարական կարգավիճակի մասին որևէ տվյալ չունեմ, քիչ հետո հանդես կգամ համապատասխան հայտարարությամբ։ Ամեն դեպքում տեղեկացնեմ, որ նրա հեռախոսները անջատված են, ֆեյսբուքյան էջը ընդհանրապես հեռացված համացանցից, իսկ հարազատներն նրա գտնվելու վայրի մասին որևէ տվյալ չունեն։ Շնորհակալություն Նաիրա, ես հիշեցնեմ իմ գործընկերը Նաիրա Բուլղադարյանը ոստիկանության Արաբկիրի բաժնից էր մեզ ուղիղ կապով միացել։